Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Վերջին զանգյան շնորհավորանքների եւ երգերի ֆոնին լարված օրեր ունեցել ոստիկանները մայիսի 23-ին ժամը 12-ի դրությամբ Երևանում եւ մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, 78-ի ղեկին եղել են անչափահասներ։ Հիմա հաշվենք գնաճը Հայաստանում վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի հունվար-ապրիլին սպառողական գներն աճել են 3.2%-ով, միրգը թանկացել է 13.6%, բանջարեղենը 28%, կարագը 12.8%-ով։ Գները թանկանում են, իսկ կառավարությունը շարունակում է ներկայացնել հնա-աճը։ 2025-ի առաջին եռամսյակում մեր երկրի հնաան ընթացիկ գներով կազմել է 2 տրիլիոն 117 միլիարդ 693 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.2%-ով։ Իդեպ ըստ վերջին տվյալների մեր տարածաշրջանում տնտեսության ստվերի մակարդակով Հայաստանն առաջին հորիզոնականում է հնայի շուրջ 22% արդյունքով, երկրորդ տեղում Ադրբեջանը 19%, երրորդում Վրաստանը 18% արդյունքով։ 2025-ի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում կին վարկառուների մասնաբաժինը կազմել է 51%, տղամարդ վարկառուներինը 49%, սպառողական եւ այլ վարկեր ունեցող անձանց թվականակը կազմել է մոտ 872,000 մարդ, իսկ հիփոթեքային վարկեր ունեցողների թվականակը մոտ 80,000 մարդ։ Եվ վերջում ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025-ի ապրիլ ամսվա տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը Հայաստանում կազմել է մոտ 783,000 մարդ, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36128-ով կամ 4.8%-ով։